Ուրեմն Միքայել Ծայրագույն Վարդապետ Աճաբահյանը նահատակվել է 1909 թվականի Ադանայի Եղեռնին, հայտնելով իր հավատարմությունը իր կրոնին, իր եկեղեցուն, իր պատմությանը, իր մշակույթին։ Եվ նա առաջին Աճաբահյանը չի նահատակ։ Աճաբահյան Գերդաստանը ունեցել է 10 կաթողիկոս, որոնցից 5-ը նահատակներ են։ Թուրքերի կողմից այս կամ այն ձևով խժդժորեն նահատակված։ Ուրեմն Միքայել Ծայրագույն Վարդապետ Աճաբահյանը ընդամենը վերջին օղակն է նահատակների։ Ուրեմն երբ որ Միքայել եպիսկոպոս Աճաբահյան որպես ես այսօր խոսում եմ, ես պատմություն ունեմ, ես կենսագրություն ունեմ, եւ իմ կենսագրության մաս են կազմում այս նահատակները։ Եվ այս նահատակների արյունը իմ մեջ խոսում է։ Եվ ես իրավունք չունեմ ուրանալու իրենց հավատքը։